Համասությունը անկենսագրություն, ոչ կրթություն, ոչ աշխատանքային փորձառություն, եթե ունենել մի մասը տրասների վրա են տվել կամ սեղանների տակ ժամանակին եւ որի օգնությամբ հայտնվել են նախարարների, փոխնախարարների, ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների, աթոռների վրա։ Եվ այսպես Փաշինյանը գործնականով սկսել է մի գործընթաց, որով Հայաստանին մտցնում է փակուղի, իսկ ավելի կոնկրետ Հայաստանը պետք է կորցնի, որոշումը դա է, եւ այդ որոշումը կայացվել է նվազագույնը Բաքվում եւ Անկարայում, իսկ միգուցե ավելի վերև, մասնավորապես Լոնդոնում։ Ինչի մասն է խոսքը, այն որ Սահմանադրությունից պետք է հանվի անկախության հռչակագիրը, սահմանությունը չպետք է ունենա հղում անկախության հռչակագրի վրա։ Եվ ինչ լուծումներ է առաջարկում Փաշինյանը սույն իրողությունը օրակարգ բերելով, որը իր խոստովանությամբ Ադրբեջանը եւ Թուրքիան որևիցե կապ չունեն, դա իր անձնական նախաձեռնությունն է, բայց մենք գիտենք, որ Փաշինյանը այդ որոշումը կքանիստ վիճակում է ընդունել, այն էլ բավականին ցավոտ։ Այս եւ հարակից հարցերի շուրջ այսօր եւ տաղավար եմ հրավիրել զրուցելու այս հարցերի մասին իրական մասնագիտական գնահատական տալու Էդգար Ղազարյան։ Բարև պարոն Ղազարյան։ Եվ այսպես փաստացի 3 առաջին օրը Ազատություն ռադիոկայանին Սահմանադրական դատարանի նախագահ Դիլանյանը այլ բան էր ասում, առերևույթ եւ առաջին հասկից տարօրինակ ի հակադրություն Փաշինյանի, Փաշինյանը այլ բան էր ասում, հղում անկախության հռչակագրի վրա, Դիլանյանը ասում էր, դե հիմա ինչա, միջազգային որևիցե կոնվենցիա չենք խախտել, որևիցե խնդիր չկա, այդ հղումը պիտի մնա եւ այդպես շարունակ կենացների դաշտով Փաշինյանը լրիվ հակառակը։ Չեմ ասում, օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հերթական չափալախը տվեց Փաշինյանի եւ իր կողքի կանգնած բոլոր դիլետանտ պորտաբույսներին, որոնք հանգամանքների բերումով եւ իրենց վրա հատոններով, կոմպրոմատներով դարձել են իշխանություն, օրենսդիր կամ գործադիր մարմին։ Դիլանյանի հայտարարությունը կարծում եմ շատ իր համար կարևոր նշանակություն ունի, որովհետև ինքը զգուշավորություն է ցուցաբերել այդ հայտարարություն անելուց, այստեղ պատահականություններ ես չեմ տեսնում, ես հիմա կփորձեմ խոսքը կառուցել այնպես, որ դատարանի սահմանափակումները որևէ կերպ վերաբերելի չլինեն, այսինքն զուտ ես արգելված չի ինձ խոսել առասարակ իրաց մասնագիտական գնահատական խնդրում։ Նախ որտեղ ասել այդ հայտարարությունը, Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը ասել է մի կոնֆերանսի շրջանակներում, որին իր մասնակցությունն արդեն անհասկանալի է, որովհետև Արդարադատության նախարարությունը, այսինքն կառավարության մաս կազմող պետական մարմինը, գործադիր իշխանության, կազմակերպել արդարադատության ոլորտին, ոչ թե սահմանադրական արդարադատության, այլ առասարակ դատական, որին Սահմանադրական դատարանի դատավորի մասնակցությունը արդեն տարակուսելի է, որովհետև Սահմանադրական դատարանը գործադիր իշխանության, բացի դրանից, որ մաս չի կազմում, այդ նույն կառավարությունը, նույն արդարադատության նախարարության տեսքով կարող է լինել ՍԴ-ն որպես դիմող կամ պատասխանող սուբյեկտ տարբեր հարցերով։ Այո։ Հետևաբար նրա կազմակերպած միջոցառմանը ՍԴ դատավորի մասնակցությունը արդեն վիճահարույց է։ Սա մեկ։ Երկրորդը, Արման Դիլանյանը որպես ՍԴ դատավոր արդեն հայտնել է կարծիք մի հարցի վերաբերյալ, որը դեռևս Սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձել։ Այո։ Որովհետև այդ համաձայնագիրը եթե ստորագրվի եւ վերվի Սահմանադրական դատարան, արդեն Արման Դիլանյանը իր այդ հայտարարության հիմնական նպատակն է, որ ինքը դուրս գա այդ գործընթացից։ Որովհետև եթե դատավորը նախապես կարծիքը հայտնի այն հարցի վերաբերյալ, որը Սահմանադրական դատարանում կապ չունի, կողմնակալ է, անկողմնակալ է, բացարկի հիմք է։ Եվ կարծում եմ, որ նա լինելով փորձառու դատավոր, կարծում եմ, որ այդ դիտմամբ դա արել, հատուկ գնացել այնտեղ, որտեղ չպիտի գնար, իմ կարծիքով, ասել է մի բան, որը Սահմանադրական դատարանի դատավորը ոչ մի դեպքում պիտի չասեր, որովհետև միշտ մնացած բոլոր այդ դեպքերում ՍԴ դատավորներն ասում են, քանի որ այդ հարցը, ընդ որում Արման Դիլանյանն էլ ա եղել դեպքեր, որ իրան հարցեր են տվել, ասում են, քանի որ այդ հարցը երբևէ կարող է դառնալ Սահմանադրական դատարանում քննարկման առարկա, ես հիմա չեմ կարող կարծիք հայտնել, որովհետև կարծիք հայտնելը արդեն նշանակում է բացառք հայտնել
այդ գործի դատականության ժամանակ։ Բայց կարծեք այդ է։ Ինքը զգալով, իմանալով թե ինչ վտանգավոր որոշում է լինելու, բերվելու եւ դրանից իր մասնակցությունը հեռացնելու նպատակով կարծում եմ արել է այդ հայտարարությունը։ Հիմա գանք բուն խնդրին ու բովանդակությանը։ Ուրեմն ինչ է ասում Բայրամովը, ինչ է ասում Թուրքիայում Ռուբեն Ռուբենյանի հետ հանդիպման ժամանակ Սերդար Քլեչը, ինչ է ասում Իլհամ Ալիևը, ինչ են ասում մյուս բոլոր թուրք-ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ, որ բացառվում է Հայաստանի հետ անգամ այդ համաձայնեցված բոլորիցս դեռևս գաղտնի պահվող համաձայնագրի ստորագրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի դեռ ոչ թե չկա պայմանավորվածություն, հավաստիացում, խոստում, այլ ֆակտ, փաստ, որ Հայաստանը փոխել է իր սահմանադրությունը։ Մինչև հիմա, այսինքն ընդունել է նոր սահմանադրություն։ Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ էր մնում ասել, թե ինչ դրույթներ պետք է փոխվեն սահմանադրության մեջ, մենակ մի բան հավաստիացնելով, որ պետական կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենալու։ Եթե պետական կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենում, սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն գոյություն չունի։ Մեր երկրում ինչքան սահմանադրության մեջ փոփոխություն են արվել է պետական կառավարման համակարգի փոփոխության իմաստով։ Օրինակ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով նախագահական կառավարման համակարգ ունեցող երկրից մենք անցանք կիսանախագահական։ Կրճատվեց նախագահի լիազորությունների ծավալը ի հաշիվ խորհրդանի լիազորությունների ծավալի ավելացման։ 2015 թվականի փոփոխություններով կիսանախագահական հանրապետությունից կառավարման ձևից մենք անցում կատարեցինք խորհրդարանական կառավարման ձևին։ Հիմա եթե գլխավոր խնդիրը կառավարման ձևն է, եթե կառավարման ձևը մնում է անփոփոխ, մարդու իրավունքներին վերաբերող դրույթները, դրանք համընդհանուր հռչակագրից բխող դրույթներ են, գրեթե փոփոխությունների չեն ենթարկվում, որովհետև արդեն իդեպ մեր սահմանադրությունը 15 թվի փոփոխություններով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեջ ամենավերջին սահմանադրությունն է, որի նախագիծը մշակվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդատվության արդյունքում։ Ջոնի Բոկյուկյոն նաև շքանշանով է պարգևատրվել այդ գործընթացին ցուցաբերած խորհրդատվական աջակցության համար։ Եվ նրանք Վենետիկի հանձնաժողովը գնահատել է, որ Հայաստանի սահմանադրությունը Եվրոպայի խորհրդում լավագույններից մեկն է այդ իմաստով, քանի որ դա վերջինն է եւ իր մեջ, քանի որ իրանց խորհրդատվությամբ ա եղել, ներառել է ժամանակակից եվրոպական իրավունքի գրեթե բոլոր ձեռքբերումները։ Որի մեջ օրինակ, ես այսպես հպանցիկ հարցնամ, բնականաբար չի մտնում այդ պետության տարածքի նկատմամբ նկրտումներ։ Չկա։ Օրինակ, այդ գնահատականից ես հետևություն եմ անում, հաշվառում որ տարածքային ամբողջականությունը Պոզնամի կոնֆերանսից հետո ՄԱԿ անդամ երկրների ամենակարևոր անկյունաքարային սկզբունքներից մեկն է, եթե ոչ առաջինը, չէ, պետությունների տարածքային ամբողջականությունը։ Եվ սահմանադրությունը նման գնահատականի արժանանալուց եւ խորհրդատվության իրականացնող անձը ամենաբարձր գնահատականի արժանը, սա նշանակում է, որ մեր երկրի սահմանադրության մեջ արձանագրենք չկա դրույթ, որով խախտվում է այլ պետությունների նկատմամբ տարածքային ամբողջական։ Դա երբեք։ Ես ուղղակի ես վերջին, քանի որ վերջինի մասը։ Իսկ դրա մասին նույնիսկ խոսելն է անիմաստ, որովհետև որևէ երկիր ինքը չի կարող իր սահմանադրությամբ ասի, որ մենք տարածքային հավակնություններ ունենք այլ պետության նկատմամբ։ Օրինակ արձանագրում ենք, չէ՞։ Մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ինչ է եղել։ Օրինակ ես դա լսել եմ Սերժ Սարգսյանից, նաև որպես դեսպան շատ ուշադիր եմ եղել նախագահի հայտարարությունը։ Ասում Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը իր հերթին որևէ աղերս եւ առնչություն չունի Արցախի հանրապետության տարածքային ամբողջականության հետ։ Այսինքն մենք Արցախի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք այնքանով, ինչքանով որ իրանց պետությունն է գազམավորման պահին եղել, որը ոչ մի առնչություն չունի Արցախի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ։ Եվ մեր սահմանադրությունն էլ դա ամրագրում է, որովհետեւ մեր սահմանադրությունը հիմնված է Հայաստանի անկախության հռչակագրի վրա։ Հիմա էլ մինչեւ հիմա եթե որևէ մեկը մեծ հեռուստադիտողներից մտնի սահմանադրական դատանի պաշտոնական կայք
եւ այնտեղ նայ նորմատիվ իրավական ակտեր բաժինը առաջինը կհանդիպի անկախության մասին հռչակագրին, հետո սահմանադրության, հետո սահմանադրական դատանի մասին սահմանադրական օրենքի նոր ՍԴ աշխատակարգին։ Այսինքն սահմանությունը հիմնվում է անկախության հռչակագիր հայեցակարգի եւ մոտեցումների վրա, Ընդ որում անգամ եթե ընդունվում է նոր սահմանադրություն, դա չի կարող հղում չպարունակել անկախության հռչակագրին։ Որտեղ անկախության հռչակագրի 12-րդ կետն ասում է. Սույն հռչակագրի հիման վրա մշակվում է նոր սահմանադրություն, իսկ հիմքը անկախության երբեք դա մշակվի, այսինքն 95 թվին մշակվել է, անկախության հռչակագիրը ընդունվել է 90 թվականին։ Այո, խորհրդանոցության տարին։ Մեր անկախ հանրապետության առաջին սահմանադրությունը մշակվել է 95 թվականին։ Դրանից 5 տարի հետո, բայց հիմքը ընդունել է անկախության հռչակագիրը։ Եթե մենք 50 տարի հետո էլ նոր սահմանադրություն ընդունենք կամ փոփոխություններ ենթադրենք, հիմքը միևնույն է անկախության հռչակագիրը, այդ սահմանադրությունը չի կարող հղում չպարունակել անկախության։ Այ հիմա Ադրբեջանը, Թուրքիան եւ Փաշինյան Նիկոլը ինչ են ուզում։ Հիմա Ադրբեջանը, Թուրքիան եւ Փաշինյան Նիկոլը հասկացել են, որ Հայաստանը որպես պետություն, քանի որ միշտ սպառնալիք է դիտվել Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, դա իրանց անվտանգային փաստաթղթերով, իրանց անվտանգային հայեցակարգերով ամրագրված է, որպես իրանց համար եւ անվտանգային սպառնալիք ներկայացնող պետություն, բնականաբար ցանկացած երկիր իր հատուկ ծառայությունների, իր զինված ուժերի, իր այլ ստորաբաժանումների միջոցով առավոտից ցիրիկուն լույսը բացում է, մենք գործի կամ տրմիացնում են կոֆեն դնում են, սկսում են մտածել այդ անվտանգության սպառնալիքը չեզոք հասնելու։ Ես լրացնեմ ձեզ արդեն իմ ոլորտից, Թուրքիան ունի 6 դաշտային բանակ, զինված ուժերը, երրորդ դաշտային բանակը առավել մոտիվացված, սպառազեն եւ մարտունակ եւ ռազմական գործողությունների լուրջ թատերաբեմով անցած, ունի 2 բանակային կորպուս, 4, 5-րդը, որոնց մարտական խնդիրն է հստակ նշված է, սա գաղտնիք չէ, Հայաստանը եւ Վրաստանը գրավել է։ Ուղղակիորեն։ Սա արձանագրենք եւ ի լրացումը սրա 44 օրյա պատերազմում ամբողջ պատերազմի կառավարումը թվով 600 բարձրաստիճան սպաների, զինված ուժերի գլխավոր շտաբի իրականացնում էր երրորդ դաշտային բանակի հրամանատարը, որը հետո ամիսներ անց 44 օրյայից ուղղաթիռով տեխնիկական խոտանի խափանման պատճառով վայր ընկավ եւ այդպես հանդերձվեց այլ աշխարհ, բայց արձանագրենք, որ երրորդ դաշտային բանակի մարտական խնդիրը Հայաստանը եւ Վրաստանը գրավելն է։ Ավելացնելով ձեր ասածին, ասեմ, որ հենց այդ նույն բանակային ստորաբաժանումները, երբ որ Հայաստանի սահմանի մոտ, ինչպես ինքնուրույն, այնպես էլ Ադրբեջանի հետ միասին կազմակերպում են համատեղ զորավարժություններ, որոնց ընդհանուր քանակը հետպատերազմյան շրջանում 16-ից պակաս չի եղել, միայն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարությունները, ընդ որում Թուրքիայի տարածքում իրականացվող զորավարությունները Գյումրի հատվածում, Ղարսին նահանգում, տանկային զորամիավորումների մասնակցությամբ, խաղարկելով գրոհային սցենար, չեմ կարծում, որ միտված են Մեքսիկային կամ Չեխիային։ Բնականաբար։ Ուրիշ թիրախ իրենք կան այս պահին Հայաստանն դատելով նաև թուրք-վրացական ներկապայի հարաբերությունների բնույթից, կարելի է այս պահին, չնայած մարտական խնդիրը դրանից չի փոխվում, ցանկացած պահին լուծելու համար, բայց այս պահի արդիականության իմաստով դա մնում է միայն Հայաստանը։ Հիմա ինչը կարող է խանգարել Թուրքիային իր արժև դրված խնդիրները լուծելու համար եւ Ադրբեջանին։ Առաջին խանգարող հանգամանքը Հայաստանի կարգավիճակն է, որպես պետական կազմավորում։ Հետևաբար մականդամ երկիր նկատի ունի։ Այո, որպես մականդամ ոչ միայն մական միջազգային կազմակերպությունից մեկն է, որին Հայաստանը անդամակցում։ Նո ամենաբարձրը է։ Նաև ՀԱՊԿ անդամ երկրին։ Հիմա նաև ԱՊՀ անդամ երկրին, նաև ԵԱՏՄ անդամ երկրին, նաև Եվրոպայի խորհրդի անդամ, նաև ԵԱՀԿ-ի անդամ երկրին։ Հիմա առաջնային խնդիրը այդ պետական կազմավորման իրավաբանական լուծարումն է։ Ու ինչ են անում իրանք դա անելու այդ ճանապարհին, հանձնարարել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը իրենց շահերի սպասարկուն է, նախ իրանց հաջողվել է 20 թվականի պատերազմից եւ դրանից հետո տիրանալ Հայաստանի անկախության հռչակագրով ամրագրված եւ մինչ այդ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքների, թվում ռազմավարական նշանակության, այդ թվում Արցախին, այդ թվում Տաուշի մարզի
պաշտպանական շրջաններին դիրքերին եւ այլն, Սյունիքի մարզի դիրքերին, այսինքն ունենալ հետագա ռազմական գործողությունների համար ավելի նպաստավոր իրավիճակ, մարտական խնդիրներ լուծելու իմաստով եւ նաեւ տիրանալ Արցախին եւ մնալ անպատիժ այդ իմաստով։ Այդ խնդիրը լուծելուց հետո հիմա իրանք հանձնարարել են Նիկոլ Փաշինյանին, որ նա ինքն է իր բերանով արտաբերում մտքեր, որ Հայաստանի գործող տարածքի 60-ից 70%-ը նշելով նաև կոնկրետ Հայաստանի վարչական միավորների անվանումներ, ասենք օրինակ Սյունիքի եւ Վայոց-Ձորի մարզերը ամբողջությամբ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզից հատվածներ ըստ Ադրբեջանի գործող սահմանադրության հանդիսանում են ադրբեջանապատկան տարածքներ։ Հիմա Ադրբեջանի նախագահը, ով որ այդ մասին դեռ ոչ մի բան չի ասել, այսինքն ինքը չի ասում, որպեսզի չտասի, որ Ադրբեջանը հավակնություն ունի ՄԱԿ-ի անդամ, միջազգային կազմակերպությունների անդամ երկրի նկատմամբ, ասել է, որ այդ երկրի ղեկավարն ինքն ասի, որ իր երկրի տարածքի 60-70%-ը գործող սահմանադրությամբ ունի ադրբեջանական Իսկ ո՞նց ասում դա։ Ընդ որում դրա համար չունենալու որևէ իրավական դիրքորոշում եւ հիմնավորում։ Միակ հիմնավորումը, ընդ որում դա Նիկոլ Փաշինյանը կրկնել է, առաջին անգամ ասել է 24 թվականի օգոստոսի 31 մամուլի ասուլիսի ժամանակ, դրանից հետո 24 թվականի նոյեմբերի 13 ազգային ժողովում, դրանից հետո Armenpress-ին տված հարցազրույց Armenpress-ում իր հոտված, այսինքն ինտենսիվությունը շարունակել է։ Երևանում սեպտեմբերին տեղի ունեցած Երևանյան հորիզոններ ԱԳՆ-ի կազմակերպած ուրեմն համաժողովի ժամանակ բարբերաբար մինչև վերջերս էլ դա ասում եմ։ Ու ի՞նչն է հիմքը ընդունում, ասում է, քանի որ Ադրբեջանը գործող հիմիկվա հանրապետությունը հիմնվում է անկախության ակտի վրա, որով Ադրբեջանը իրավահաջորդն է համարում 18-ից 20 թվականների Ադրբեջանի հանրապետության, 18-ից 20 թվականների Ադրբեջանի հանրապետությունը մի հատ քարտեզ է ուղարկել ազգերի լիգա, որով Հայաստանի այդ իր կողմից թվարկված տարածքները համարում են Ադրբեջանի մաս։ Ազգերի լիգա, որի անդամ չի եղել երբևիցե Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը։ Ընդ որում ազգերի լիգան Ադրբեջանի անդամակցությունը չի ընդունել սահմանային խնդիրների պատճառով, որ այդ պետությունը չունի որոշակի սահմաններ եւ այլն, եւ ինչ է նշանակում քարտեզ։ Էսի դառավ քարտեզ։ Չէ։ Բայց ցանկացած թղթի վրա պատկեր կարա կոչվի քարտեզ։ Եթե դա միջազգային պայմանագրերով ամրագրված չի, եթե հարևան պետությունների հետ կնքված չեն, օրենքով ամրագրված չի, միջազգայինորեն դա ընդունված չի, թղթի կտոր այն ամեն հիմա ասենք թե Ալեն Սիմոնյանը մի հատ կնգանակար խփել էր գլխին ազգային ժողով նստել, ասում է քարտեզ է։ Նայում եմ, ասում կարող է մորն է նման, բայց մորն է նման չի, բայց կնոջ պատկեր է։ Ասում է քարտեզ է։ Ո՞նց է քարտեզ։ Մեր երկրում քարտեզ կարա կոչվի այն փաստաթուղթը, որը հեղինակել է կառավարության առընթեր կադաստրի պետական կոմիտեն։ Ճիշտ է։ Կադաստրի այդ պատկերը պարզա կադաստրի կոմիտեն չի հեղինակել։ Ավելին կադաստրի կոմիտեն 2006-2008 թվականներին հեղինակել է Հայաստանի ազգային ատլաս, որը պաշտոնական թողարկում է, որտեղ նշված են Հայաստանի, Արցախի բոլոր աշխարհագրական վայրերը, հանքավայրերը, գետերը, լեռները եւ այլն։ Իսկ դա քարտեզ չի, դա հիմա նույնը Ադրբեջան եւ ազգերի եւ այդ անմտության հիման վրա Հայաստանի գործող վարչապետը հայտնում է, որ մեր երկրի տարածքներում ունի ադրբեջանական հիմա Ադրբեջանի նախագահը, որ դա լսում է ու կարդում է իր երկրի սահմանադրությունը, որտեղ գրած է Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության երաշխավոր։ Հիմա նշանակում է ինքը պիտի իշխանություն հաստատի այն տարածքների վրա, որոնք ըստ իր սահմանադրության, գործող սահմանադրության պատկանում են Ադրբեջանին։ Եվ այդ տարածքը այլևս ըստ Նիկոլ Փաշինյանի ասացի վիճելի չի։ Դու ինքն ասում դա ադրբեջանական պատկանել։ Հիմա անկախության հռչակագիրը ձեր ասած հետ ինչ կապ ունի։ Հիմա անկախության հռչակագիրը այն կապ ունի, որ իրականում սա այդ ինչ որ ասում է ցնդաբանությունը, անկախության հռչակագիրն էլ ինչ ասում։ Ասում է, որ Հայաստանի Հանրապետություն անունով պետություն է ստեղծվում
Իդեպ ասեմ, ես ինքս Լևոն Տեր-Պետրոսյանի հրաշիական իշխանության այդ ժամանակաշրջանի սուր քննադատ եմ։ Ես դրական չի իմ վերաբերմունքը իրենց պաշտոնավարման շրջանի եւ այլն։ Բայց անկախության հռչակագիրը ոսկերչական որակի փաստաթուղթ է բոլոր առումներով։ Տեսեք ինչ է ասում մեր հռչակագիրը։ Վրաստան եւ Ադրբեջան ասում են, որ մենք 18-ից 20 թվի հանրապետություններ իրավա։ Մեր հռչակագիրը չի ասում, որ մենք 18-ից 20 թվի հանրապետության իրավա։ Ու շատ ճիշտ է անում, որ չի ասում, որովհետեւ 18-ից 20 թվի հանրապետությունը այնքան խնդիրներ է կուտակի իր վրա։ Նվազագույնը հաստատքների 2 Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Այսինքն եթե դու դա ստորագրում ես, դրա իրավաջորդ ընդունում ես, նշանակում ընդունում ես նաև այդ պայմանագրի իրավազորությունը։ Այսինքն երկիրը վարի ես տալի։ Բայց նաև մեր հռչակագիրը չի մոռացել այդ հանրապետության գոյության մասին։ Ասում է նոր ստեղծվող պետությունը շարունակում է 18-ից 20 թվի հանրապետության ժողովրդավարական ավանդույթները։ Այսինքն ընդունում է, որ դա դեմոկրատական պետություն եղել է։ Այս բարձունքից տեսնում է այդ պետությունը պատմությունից։ Դրա ժողովրդավարական ավանդույթի կրող է իրեն համարում, բայց ոչ իրավահաջորդ։ Եվ իրավահաջորդ փաստացի խորհրդային Հայաստանը այդ դեպքում հանճարեղը հենց դրանում է, այո, որ նույնիսկ խորհրդային Հայաստանի իրավահաջորդ ինքն իրան չի համարում։ Ասում է, այստեղ նոր պետություն է ստեղծվում։ Ասում է, հայկական ԽՍՀ-ի, որ եղել է խորհրդային միության միութենական սուբյեկտ, եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, որը նույնպես առանձին սուբյեկտ է, որովհետեւ եթե չլներ, կոչվեր Ադրբեջանի Զանգիլանի շրջան։ Բայց ինքը կոչվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ Ընդ որում դրանց վերաբերյալ հատուկ օրենքը, որ ասում է, եթե հանրապետությունը դուրս է գալի ԽՍՀՄ կազմից, ոնց որ Ադրբեջան, դրա կազմի մեջ մտնող ինքնավարությունները ինքնուրույն են տնօրինում իրաց Եվս հանրակրվեի իրավունք ունի տնօրինների ճակատագիր։ Հիմա խորհրդային միության օրենքներին համապատասխան հայկական ԽՍՀ-ն եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը 1989 թվականի դեկտեմբերի 1-ով կայացել են վերամիավորման մասին որոշում, այդ որոշման վրա հիմնված կայացել են հայկական ԽՍՀ 12-րդ գումարման գերագույն խորհրդի ընտրություններ, որը եղել է միայն մեծամասնական ընտրակարգով, որից падգամավորներ են ընտրվել հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից, եւ ահա այդ падգամավորներն են հռչակել Հայաստանի Հանրապետության ստեղծումը, ներկայացնելով իրենց ժողովրդի միասնական կամքը, կարծիքը, եւ այդ պետությունը անվանակոչել են Հայաստանի Հանրապետություն կրճատ Հայաստան։ Այսինքն գործող Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը ստեղծվել է 90 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով Հայաստանի եւ Արցախի տարածքում։ Այսինքն երբ որ անկախության հռչակագիր չկա, ինչ պետություն մի անգամ լուծարվում է։ Բա ինչ ալու։ Բա ինչ ալու։ Այսինքն հիմա ինչ Փաշինյանը Հիմա Փաշինյանը ինչ է անում Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով։ Վերացնում է 90 թվականի օգոստոսի 23-ին հիմնադրված Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը իրավաբանորեն է լուծարում։ Չէ, հասկանալի է։ Հիմա ի՞նչն է խանգարում Ադրբեջանին, որպեսզի ինքը եւ Թուրքիային այդ իրավական ձեռքբերման պայմաններում, եթե ինքը հասնի այդ հանրակրվեի միջոցով, ֆիզիկապես իրագործելու համար։ Եթե հանրակրվեն, այո է ասում։ Այո, եթե հանրակրվեն, այո։ Ինչն է ընդհանրապես բոլոր դեպքերում, այոյի ոչ դեպքում էլ, ինչն է խանգարում։ Խանգարում է Հայաստանի միջազգային պայմանագրերը։ Ինչ միջազգային պայմանագրեր ունի Հայաստանը։ Հայաստանը անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի միջազգային կազմակերպության ՀԱՊԿ-ին։ Ընդ որում ՀԱՊԿ կանոնադրության մեջ նախաբանում նշված է անկախ պետությունները հիմնվելով ուշադրություն իրենց անկախությունների հռչակագրերի վրա, այսինքն հիմքը միայն այսինքն Հայաստան Ղարաբաղ վերամիավորմամբ ստեղծում են կազմակերպություն, որի անունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն։ Այսինքն հիմա Ադրբեջանը հասկանում է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խնդիր է իր համար, որպեսզի ինքը ռազմական ճանապարհով օկուպացնի այս տարածքը։ Դրա համար ինչի է հասել մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի շուրթերով եւ քաղաքականությամբ մի ցնդաբանություն։ Մենք սառեցնում ենք մեր անդամակցությունը։ Գործառույթ չկա սառեցում։
Օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը մի շիշ պիվա դնի խալաձենիկը սառացնի, խմի դա հասկանալի բան է։ Դες բան կարելի է, հա? Մի շիշ արկղերով խոսել։ Դե, չնայած դա պիվա կարող է պիվա խմելու մշակություն է, արագ խմել, ինքն էլ քաշում էլ է, չէ՞, կարծում եմ առաջ օրը որ դաչայում գնացին, մի հատ օղի թորելու սարք տարավ դրeš, ինքը իր ձեռով է քաշում։ Վախենում է երբ։ Եթե իր քաշած արաղը դնի սառանում, գիտես չէ՞ Մարտինչից որ վախում է այդ գլխին գալիս է։ Չէ, իրոք։ Հիմա եթե իր քաշած արաղը դնի սառանում, սառնացնի դե հասկանանք ինչ։ Բայց որ հապկին անդամ պետություն իր անդամակցությունը սառացնի, դες բան ոչ մեկ չի հասկանում։ Որտեւ տենց ռեժիմ այդ կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում։ Բայց դա ինչի համար է անում, որպեսզի Ալիևի պահանջը կատարի, ասի դու այդ հարցով մի անհանգստացի։ Մենք նրանց անդամավճար չենք մուծում, մենք նրանց այդ զորավարություններ չենք անում, մենք դեսպան չունենք ընդե, մենք նրանց որոշումներին չենք մասնակցում եւ այլն։ Մի խնդիրը այդ ձևով են փորձում լուծել։ Այո։ Մյուս խնդիրը որն է, դա Հայաստանի գործող պայմանագիրն է Ռուսաստանի Դաշնության հետ կնքված 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ Այդ պայմանագիրը կոչվում է հայերեն թարգմանությունը։ Պայմանագիր Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց գործունեության պայմանների մասին։ Շատերին թվում է գիտեն մարդիկ, որ ասում են ռուսական բանակ Հայաստանում ներկայացություն, մտածում են թե միայն 102 ռազմաբազան է, որը գտնվում է Գյումրիում։ 102 ռազմաբազան, դա էլի ռուսական ստացիոնար ռազմական ստորաբաժանում է։ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանում։ Այո, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության զինված ուժերի ստորաբաժանում է։ Բայց Հայաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնությունը երկրորդ ստացիոնար ռազմական ներկայությունը, որը ոչ թե պաշտպանության նախարարության խորհրդային դաշտային ծառայություն։ Այո, Ռուսաստանի Դաշնության անվտանգային դաշտային ՖՍԲ Ռոսիայի սահմանապահ զորքեր, ոնց որ մեր սահմանապահ զորքերն են ենթարկում ԱՀԾ-ին, հենց էլ Ռուսաստանի սահմանապահ զորքերը ենթարկում են իրանց անվտանգության դաշնային ծառայությանը։ Եվ այդ սահմանապահ զորքերը, որոնք տեղակայված են Հայաստանում, գործում են այս պայմանագրի հիման վրա 92 թվականի սեպտեմբերի 30-ին։ Եվ հիմա Հայաստանի կառավարությունը սկսել է անցած տարվանից, դա էլ Ալիևի եւ Թուրքիայի պահանջով, հետևողական պայքար թիրախավորելով հենց սահմանապահ ստորաբաժանումները։ Ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ 2024 թվականի օգոստոսից դադարեցվեց սահմանապահ զորքերի Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համատեղ ռազմական ծառայությունը Զվարթնոց միջազգային օդանավակայանի հսկիչ անցագրային կետում 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցվեց նրանց, կրկնում եմ, համատեղ ծառայությունը հայ-իրանական սահմանի Մեղրի հսկիչ սահմանային անցակետում եւ հայ-թուրքական սահմանի չգործող Մարգարա սահմանային կետում։ Եվ հիմա ռուսական սահմանապահ ծառայության զորքերը իրականացնում են պետական սահմանի պահպանություն առանց սահմանային կետերի միայն Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա ուղեկալներում են միայն, անցակետերում էլ չկան։ Անցակետերում չկա, միայն սահմանային ուղեկալներում եւ Հայաստանի իշխանությունները մտադիր են աստիճանաբար նրանց դուրս բերել նաև ուղեկալներում ծառայությունից եւ դրա ապացույցն է օդանավականից եւս դուրս բերեցին։ Այդ առաջինից դրանց սկսեց օգոստոս։ Ճիշտ է։ Առաջին հանեցին օդանավականից, հետո մյուս երկուսը անցագրային կետեր, հաջորդ ճանապարհային քարտեզը, հետո ուղեկալները առաջինից թվական են Իրանի սահմանից, որովհետեւ դա կարճ սահման ավելի աշխարհագրորեն։ Հետո նոր կանցնեն հայ-թուրքական սահմանին։ Երբ որ արդեն լրիվ սահմանային ուղեկալներն է քահանեն ծառայությունից, իդեպ ասեմ 2025 թվականի բյուջեով արդեն պաշտպանական ծախսերում մեծ գումարներ են նախատեսված սահմանային ծառայությունների համար։ Այսինքն անձնակազմ պատրաստում, դա այսինքն նախապատրաստում են, որպեսզի ռուսներին հանելու փոխարեն եւ հանելուց հետո արդեն տեղակայեն, ասենք հիմա մեր ժամկետային զորակոչն էլ պետությունը կարա ուղի ոչ միայն միշտ էլ եղել է, չէ, ժամկետային զինծառայողներ ծառայել են եւ ոստիկանության ներքին զորքերի ստորաբաժանումներում եւ ԱԱԾ սահմանապահ զորքերում եւ իդեպ նաեւ
հայ զորակոչիկները Հայաստանի քաղաքացի ծառայել են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում։ Այնտեղ կան եւ մեծ թվով հայ ազգի պայմանագրային զինծառայողներ եւ նաեւ ժամկետային զինծառայող, այսինքն պետական սահմանի պահպանությունը հայ-թուրքական միշտ իրականացել է սահմանապահ Արմենիա անունը կրող զորախումբը հայ-ռուսական համատեղ զորախումբը, որի կազմում կան նաեւ ոչ միայն ազգությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող զինծառայողներ։ Հիմա եթե այդ սահմանապահ հսկողությունը Ռուսաստանից հանվում է, ուրեմն չեղարկվում է նաև 92 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագիրը։ Իսկ ինչ ասում սեպտեմբերի 30-ի պայմանագիրի երկրորդ հոդվածը։ Թարգմանությունը հիմնա կարող է շատ հաջող չլինի ռուսերեն իմաստային առումով այո։ Հետևյալը Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում եւ պահպանելով պետական սահմանը իրենց գործունեությամբ ղեկավարվում են ուժը պահպանող միջպետական պայմանագրերով նախկին ԽՍՀՄ եւ Թուրքիայի եւ Իրանի հետ, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ Հայաստանի օրենսդրության թվարկումը, բայց այդտեղ ընդգծվում է, որ փաստացի այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը ընդունում է Խորհրդային Միության նախկին ԽՍՀՄ Թուրքիա եւ Իրանի միջև կնքված պետական սահմանի մասին պայմանագրերը, որով դեմարկացիա, դելիմիտացիային արված եղել հայ-թուրքական խորհրդային ԽՍՀՄ, Թուրքիա, ԽՍՀՄ, Իրանը սահմանները, նաև Հայաստանի մասով կահավորվել են այդ սահմանները անհրաժեշտ պաշտպանական միջոցներով, ցանցերով, տեսահսկող սարքերով եւ այլն, եւ այնտեղ իրականացվել է սահմանապահ ծառայություն։ Հիմա խորհրդային միության փլուզումից հետո միջազգային իրավունքում ԽՍՀՄ իրավահաջորդը համարվում է միայն Ռուսաստանի Դաշնությունը եւ պարտավորությունների իմաստով եւ իրավունքների։ Այսինքն ԽՍՀՄ Թուրքիա եւ ԽՍՀՄ Իրան պետական սահմանի մասին համաձայնագրերը այսօր համարվում են Ռուսաստանի Դաշնություն Թուրքիա, Ռուսաստանի Դաշնություն Իրան միջպետական համաձայնագրեր, որոնց իրավազորությունը գործող Հայաստանի Հանրապետությունը ընդունում է, ճանաչում է։ Հետևաբար ռուսական զորամիավորումների ընդեղ տեղակայվածներ երաշխիք է, որ Ռուսաստանի եւ այդ պետության մեջ կնքված միջազգային պայմանագրով դրույթները պահպանվում են եւ ռուսական զինված ներկայությամբ իդեմսի սահմանային ծառայության եւ նաեւ Հայաստանի սահմանապահ ծառայություն։ Հիմա եթե Հայաստանը այս պայմանագիրը չեղարկում է նաեւ դրա անբաժանելի մաս կազմող երկրորդ հոդվածը։ Այսինքն սահմանը։ Այսինքն վերանում է հայ-թուրքական սահմանը իրավաբանորեն։ Եվ եթե Հայաստանը այդ դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը ո՞րն է։ Չկա։ Բայց դա չի կարող չէ լինել երկու պետության միջև սահման, չի կարող չլինել։ Իրավաբանորեն վերանում է։ Այսինքն իրավական սահման չկա։ Հետևաբար եթե դա որտեղ այդ փաստաթուղթը չի։ Դա կարող լինի, այո, այդ փաստաթուղթը իսկ եթե դա վերանում է, ինչ փաստաթուղթ է։ Եթե դա վերանում է, կարող օրինակ մինչև դրա ուժը կորցած ճանաչելը Հայաստանի եւ Թուրքիայի միջև կնքվի պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, վավերացվի, ուժի մեջ մտնի, օրենքի ուժ ստանա։ Իսկ դե ֆակտո որն ալնելու։ Բայց դրա համար պետք է նախ Թուրքիայի կամքը։ Այսինքն եթե Թուրքիան իսկ եթե չցանկացավ, ոչ թե եթե, ինչի պիտի ցանկանա։ Դե տեսականորեն է։ Բայց ինչի պիտի ցանկանա։ Եթե Թուրքիան Հայաստանի հետ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, եւ դրանապես Հայաստանի հետ որևէ հարաբերություններ չունի եւ օրակարգ չունի, ակնհայտ է որ նա չի էլ ուզենա Հայաստանի հետ գնալ, ասում է ես ունեմ կնքված սովետական միության հետ, որը Ռուսաստանը իրավական առումով։ Եթե դուք հրաժարվում եք, նշանակում է իրավական սահմանը վերանում է։ Իրավական սահմանը որ վերացավ, Թուրքիան բացելու է 1920 թվականին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագիրը եւ ասի, որ իմ սահմանները այն ժամանակ ըստ ձեր նախորդող պետության եղել է դուք հրաժարվել եք ձեր անկախության հռչակագրից։ Այդ չկա, չէ՞ Հայաստանի Հանրապետություն։ Եղել է 18 թվի Հայաստանի Հանրապետություն, որի վարչապետը ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիր, որը չեղարկել է խորհրդային իշխանությունը, երբ որ Հայաստանում հաստատվել է խորհրդային կարգեր։ Հիմա վերացել է, չէ՞ խորհրդային պետությունը։ Դուք ոչ խորհրդային պետության իրավահաջորդն եք, մերժեցիք նաև այս պայմանագիրը չեղարկելով, նաև Ռուսաստանի հետ ձեր հարաբերությունները։ Ուրեմն ինքը վերադառնալու է իր Ալեքսանդրապոլի պայմանագիրը եւ ազատ իր զինված ուժերը առաջաբերելու
20 թվական դեկտեմբեր 2-ի պայմանագրի Առնվազն, չէ՞։ առնվազն, բայց քանի որ Հայաստանի անկախության հռչակագիրը չեղարկվել է, ինքը կարծեմ կարա անկաշկան գտնվի նաև այլ տարածքների նկատմամբ իշխանություն։ Այդ թվում նաև Ադրբեջանը օրինակ։ Այդ դեպքում արդեն իրանք Ադրբեջանի հետ պիտի պայմանավորվեն, որովհետև Նիկոլ Փաշինյանից ասում է Հայաստան հիմիկվա տարածքի նոր դրանից էին խոսում, 60-70% Ադրբեջանա, այդ Ադրբեջանը գգա այդ տարածքները կնստի, 40% մնացածն է Թուրքիան։ Կաստեղի ժողովուրդը։ Ու Հայաստանը։ Ազգային փոքրամասնություն։ Հա, այն 300,000-ը միլիոն ու կես։ Հələ մատ հիշեք 2023 թվականին ինչ էր առաջարկվում Արցախի մեր հայրենակիցների։ Մինչև հիմա ԿՊ-ականները ասում են չգնացիք Բուլղարիայում եւ չգիտեմ Բրատիսլավայում որտեղ քննարկումների չնայած գնում էին, էլ Ադրբեջանը չգնաց է։ Ադրբեջանը գնում էր այնտեղ կամ որ այդ իրականում այդ հանդիպումները երկու հանդիպում կայացել, երկուսն է կայացել է Եվլախում։ Ինչ են ասել հայ համայնքի ներկայացուցիչների մեր, ընդ որում Արայիկ Հարությունյանի հետ չեն հանդիպել իրենք։ Ընդամենը հայ համայնքի ներկա ասել են այն ինչ որ պիտի ասել է հրապարակային Ալիև, չի կարա Ալիևի ներկայացուցիչը փակ բանակցություններում ավելի նպաստավոր բաներ ասի, քան հրապարակային խոսքում ասում է իր ղեկավարը նախագահը։ Ալիևն ասում է եւ 23 թվականին ասում էր, որ Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր գոյություն չունի, կա Ադրբեջանի տարածք առանձին շրջաններից կազմված, որտեղ կա միասնական սահմանադրություն եւ օրենսդրություն։ Ադրբեջանում կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, այդ թվում հայեր, իրանք ասում են, որ մինչև այդ Ադրբեջանում ապրել է, չգիտեմ, որ 3000 հայ, որոնք ունեն նույն իրավունքները, ոնց որ մյուսները, եւ Լեռնային Ղարաբաղի ազգությամբ հայ ազգային փոքրամասնության համար չի նախատեսվում անգամ մեկ նիշ ավել արտոնություն, քան ունեն մյուս ազգային փոքրամասնությունները Ադրբեջանում։ Պիտի ենթարկվենք, այսինքն ձեր 18 տարին լրացած երիտասարդները պիտի ծառայեն Ադրբեջանի զինված ուժերում, ձեր հասարակական կարգը պետք է ապահովի Ադրբեջանի ոստիկանությունը, արդարադատությունը պետք է իրականացնի Ադրբեջանի միասնական դատական համակարգը, ադրբեջաներեն լեզվով, դպրոցներում պիտի սովորեք Ադրբեջան, նո կարող է լինի, ասենք, մշակութային բարի խումբ, Մեհրիբան Ալիևի անվան մշակութային կենտրոն։ Այդ են իրանք նախատեսում։ Լավ, եւ մեր հաղորդման վերջում այսպիսի մի հարց ես, պարոն Ղազարյան։ Կրկին վերադառնանք անկախության հռչակագրի սահմանության հղում անելը դուրս տնելը, հարում են հարակվե ժողովրդացումը ոչ, որի հավանականությունը տոկոսը շատ բարձր է։ Այդ ոչ, այո դեպքում մենք խոսեցինք, ինչա հիմա ոչի դեպքում, եթե ոչ ասվում։ Ինչ է նախ այոյի հետ կապված մի հատ խնդրեմ կա։ Այո։ Որպեսզի հանրակրվեն մասին օրենքով, որպեսզի հանրակրվեն համարվի կայացած, ընտրողների ցուցակային թվի 50% պլյուս 1 ընտրող պետք է քվեարկությանը մասնակցել։ Հայաստանում վերջին շրջանում ընտրությունների մասնակցությունը 50%-ից ավել երբեք չի եղել, հանրակրվեներին միշտ ավելի ցածր է։ Սա նկարիչ է։ Հիմա որպեսի մասնակցությունը մի քիչ դժվար է նկարել։ Ինչու՞։ Որովհետև հիմիկվա ընտրական համակարգով ընտրողի ներկայությունը մատնահետքով էլեկտրոնային համակարգով 100,000 դրսից Հնդկաստանից, Պակիստանից նրանք մենակ տեղական ընտրություններին են կարող մասնակցել։ Հա։ Իսկ կարող է օրենքի համապետական ընտրությունները, չէ, ուրիշ բան անեն։ Հիմա ասեմ օրենքի փոփոխություն ինչ են անելու։ Մեր ընտրական օրենսգրքով եւ հանրակրվեի մասին սահմանադրական երկուսն սահմանադրական օրենքներ են, ասում որ արգելվում է որ հանրակրվեն եւ համապետական ընտրությունը, ազգային ժողովի ընտրությունը կազմակերպվեն միաժամանակ։ Դրանք պիտի լինեն տարբեր ժամկետներում։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հարցազրույցներից մեկում ասաց, որ չնայած այս օրենքի սահմանափակում կա, բայց իրանք օրենքում փոփոխություն են մտադիր անել, որպեսզի հանրակրվեն դրեն ընտրության հետ միաժամանակ։ Ինչու՞մ է այս հնարքը, որ ընտրությունների մասնակցել են մեծ թվով քաղաքական ուժեր, ասենք մի 30 կուսակցություն, ամենեք իր հերթին քարոշչունան, որ մարդ գնա ընտրության, որ մթում իրանց ընտրեն, եւ ընտրական տեղամաս մտած քաղաքացու ձեռքը ակամա իր կամքից անկախ հայտնվելու է հանրակրվեի եւ մենք դա մասին եթեր մեծ տաղավարից խոսել ենք։ Ինքը այդ ձևով ապահովելու է մասնակցությունը, իսկ թե իրանք այո են քվեարկի թե ոչ, այդ արդեն Վահագն Հովակիմյանի ջանը լսախ կլկարի հաստ։ Այո։ Եվ ինքը հենց դրա համար բայց հարակվեն համապետական ընտրությունների հետ միասին հիմա կարելի է։ Հիմա չի կարելի, բայց օրենքի մեջ
Փոփոխություն։ Հիմա կփոխեն, սա կդնեն, ընդ որում հիմա ընտրական օրենսգրքում նաև առաջին թերթում արդեն ընդունել են մի հատ ուրիշ փոփոխություն, որ ասում է, եթե ընտրության կամ հանրաքվեի քվեարկություն ավարտվելուց հետո ձայների հաշվարկումի ժամանակ երկրում հայտարարում արտակարգ կամ ռազմական դրություն, այդ դրանց չեղարկում են։ Այսինքն իրանք այս 50% եթե տեսան չեն ապահովում, ռազմական դրություն կհայտարարեն կամ արտակարգ չեղարկեն։ Եթե 50%-ից ավել գնացին անկախ դրանից այդ կենտրոնական ընտրական հանձնաժողով կան։ Որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկես, ում պիտի բողոքարկես։ Սահմանադրական դատանի, որի որ դատավորներ երեք ասուլիս բանը չեպազորից տվել։ Այդ ինքը Դիլանյան։ Հիմա սա այի դեպքում։ Սա այի դեպքում։ Հիմա եթե ժողովուրդը ամեն դեպքում չի գնում, չի մասնակցում, չեն կարող նկարեն, ոչ մի բան չի բան։ Ուրեմն ինչ է ստացվում, ասում է, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղասեր գործիչ էր, ուզում էր խաղաղություն հաստատել, բայց հայ ժողովուրդը, որը ըստ Իլհամ Ալիևի ոչ միայն իշխանությունները, այլև ամբողջ ժողովուրդը ֆաշիստ են, մինչև հիմա ընտրել են ֆաշիստական, ֆաշիստ ասել, ընտրել են ֆաշիստական ղեկավարների, իրականացրել են ֆաշիստական գործունեություն, իրենք իրենց որոշումով հաստատեցին դա, պաշտպանեցին խաղաղասեր Փաշինյան Նիկոլի գաղափարները, այլ գնացին արկածախնդրության։ Դրա համար ֆաշիզմը պետք է վերածվի իր բնորանում։ Ինչպես 45-ին եղավ եւ Նյուրնբերգում դատավարություն։ Այո, դրա համար այսինքն Նիկոլ Փաշինյանը երկու դեպքում էլ մեր պետությունը տանում է պատերազմ։ Այսինքն փաստացի պետությունը եւ քաղաքացիները հայտնվել են այս օրակարգով ցուցվանգի մեջ, ինչ քայլանես քո դեմ աշխատում։ Այո։ Մի դեպք կա, որ լուծում, այո, որ այս որոշում կայացնողին հեռացնում ես։ Եթե դու Նիկոլ Փաշինյանին հիմա հեռացնում ես իշխանությունից, օրակարգից դուրս է գալիս այդ հարցը։ Եվ վերականգնվում է հայկական պետականությունը այնպես, ինչպես որ դա կազմավորվել է 90 թվականի օգոստոսի 23-ից եւ զարգացել է մինչեւ 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, խնդիրը ստանում է իրավական լուծում եւ որևէ երկիր, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն կարող որևէ հավակնություններ ունենալ Հայաստանի տարածքի եւ ինքնիշխանության նկատմամբ եւ փրկվում է մեր պետությունը ադրբեջանա-թուրքական հանցավոր ռեժիմի կեղտոտ եւ այլունոտ ճիրաններից։ Ավելացնելու շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հետաքրքիր դիպուկ տեղին գնահատականների եւ կոնկրետ լուծման համար ես համակարգում լուծումը մեկն է ժամ առաջ ազատվել այս անձից, որը իմ գնահատմամբ ներկայացնում է թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարության գլուխ։ Բացարձակ ճշմարտություն։ Ահա։ Եվ մեր քաղաքացիները թող իմանան, թե ինչ մեծ ականադրված եւ այոյի դեպքում եւ ոչի դեպքում ինչ աղետ է սպասվում ոչ միայն Հայաստանի Հանրապետություն, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ որպես բնիկ ժողովուրդ արդյոք իրավունք ունենա նստարանցքում ապրել թե ոչ, եթե ունենան, ապա ինչ կարգավիճակով։ Առայժմ այսքանը, իսկ վաղը ապրիլ 24-ն է, մենք հարգաքի դուրք ենք մատուցելու Զոյրի շտակին, ես հորդորում եմ մեզ լսողներին, մեր համախոհներին անպայման գնալ իրենց հարգանքի դուրքը մատուցել, սա կարևոր է նաև նրանով, որ փաստացի Փաշինյանը ցեղասպանության, ուրացման, նսեմացման եւ ժողովրդման քաղաքականություն է իրականացնում, մեր ֆիզիկապես այնտեղ լինելը դրա հակառակ ապացույցն է։ Առայժմ այսքանը, առողջ եղեք, մինչ վաղը։